Թուրքիայում րոպե-առ-րոպե լարվածությունն աճում է, իրավապահ մարմինները կոշտ միջոցներ են ձեռնարկում ցուցարարների նկատմամբ։ Էրդողանը վերջապես անդրադարձել է իր քաղաքական ամենաուժեղ մրցակցի ձերբակալությանը եւ դրան հաջորդած երկիրը ցնցած իրադարձություններին։ Թուրքիայում տեղի ունեցողի մասին փաստեր է կամադրում գործընկեր Հայդա Կիրակոսյանը։ Այդա արդեն մի քանի օր է Թուրքիայում բավականին լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, կոշտ զարգացումներ, ոստիկանությունը ուժ է կիրառում ցուցարարների դեմ եւ այսպես շարունակ։ Այս պահի դրությամբ ինչ է այնտեղ տեղի ունենում։ Իրավիճակը Թուրքիայի փողոցներում անկախ արգելքներից, բազմաթիվ արգելապատնեշներից եւ ոստիկանական մեծ ուժերից, որոնք զետեղվել են թե Ստամբուլի, թե Անկարայի, թե հարակից շրջաններում, որտեղ ցույցեր են ընթանում, շարունակում է լարված մնալ եւ թեժանում է պարբերաբար, բողոքի ակցիաներն ընդգրկում են շատ ավելի տարածքներ քաղաքային, քան նախկինում էր։ Ցուցարարներին, որոնց մեջ իդեպ թվով շատ են նաեւ ուսանողները Ստամբուլի համալսարանի, ճնշում են արցունքաբեր գազով, տարբեր ռետինե փամփուշտներով, մահակներով եւ հնարավոր կոշտ միջոցներով եւ բազմաթիվ վիրավորներ կան արդեն եւ ցուցարարների եւ ոստիկանների թվում։ Վերհիշենք, թե ինչու եւ ինչպես զարգացավ այս իրավիճակը, որն էր հիմնական պատճառը։ 3 օր առաջ թուրքական ընդդիմության ամենաշատ ժողովրդականություն վայելող գործչին, Էրդողանի քաղաքական ամենամեծ մրցակցին ձերբակալեցին։ Խոսքը Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի մասին է։ Նա Ստամբուլի քաղաքապետն է 2019 թվականից եւ Էրդողանը նրա դեմ լարվել է եւ նրան համար մեկ մրցակիցն է համարում հենց այդ տարիներից, երբ նախագահական ընտրություններից անմիջապես հետո Թուրքիայի խոշորագույն 6 քաղաքներում ընդդիմությունը կարողացավ ջախջախի հաղթանակ տանել կառավարող ուժի նկատմամբ։ Այդ քաղաքների թվում գիտենք Ստամբուլը եւ Անկարան են եւ 8 քաղաքներից 6-ում պարտվել ընդդիմությանը իսկապես մտահոգիչ ցուցիչ պիտի լինի իշխող ուժի համար։ Եվ 16 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Ստամբուլում էլ ընդդիմադիր գործիչը Իմամօղլուն կարողացավ 11.5% ձայնով ավելի քվեներ հավաքել, քան Էրդողանի իշխող կուսակցության անդամներ։ Եվ կրքերը էլ ավելի թեժացան, երբ Իմամօղլուն որոշեց իրենց կուսակցության անունից առաջադրվել որպես առաջիկա նախագահական ընտրություններին Էրդողանի գլխավոր մրցակից եւ այդ պատասխանատվությունը վերցրեց իր վրա։ Այս որոշումը, այս դիմումը, ընդ որում այդ ընտրությունը կիրակի օրը պիտի տեղի ունենա, ամսի 23-ին, ինչը բնականաբար արդեն տապալված կարող ենք համարել, ճակատագրական եղավ նրա համար։ Այդա այդուհանդերձ Ստամբուլի քաղաքապետի շուրջ Իմամօղլուի շուրջ տեղի ունեցողը անսպասելի էր, թե սպասելի էր այսքանից հետո։ Բնավ, վերջին օրերին մինչև ձերբակալությունը իշխանամերձ ամբողջ մամուլը եւ այն կազմակերպությունները, որոնք հարում էին իշխանությանը, գրում էին նրա մասին սարսափելի վատ հոդվածներ, խախտումների, կոռուպցիոն ռիսկերի եւ հնարավոր ներկայացվող մեղադրանքներից մեկը 1990 թվականին Ստամբուլի համալսարանից ստացած դիպլոմին էր վերաբերում։ Այս քննարկումներից հետո Ստամբուլի համալսարանը արդեն օրերս չեղարկեց Իմամօղլուի դիպլոմը եւ հայտարարեց, թե այն խախտումներով է տրվել։ Ստամբուլի քաղաքապետի թիմակիցները, Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության անդամները, ժողովրդահանրապետականի անդամները համոզված են, որ տեղի ունեցողը ուղղակի հեղաշրջում է, այսինքն կանխում է 2028 թվականին սպասվող ընտրությունների այն արդյունքը, որը ընդհանրապես չէր գոհացնելու Էրդողանին, եւ այսպիսով նա պարզապես կանխում է այն, ինչ կարող էր լինել տարիներ հետո, եւ որ սա ոչ թե պայքար է Իմամօղլուի դեմ, այլ ամբողջ թուրք ժողովրդի, ես մեջբերեմ մի հատված, սա ոչ թե Իմամօղլուի համալսարանական դիպլոմի, այլ Թուրքիայի սահմանադրության չեղարկումն է։ Որևէ մեկն այլևս որևէ երաշխիք չունի, ոչ դիպլոմ, ոչ փաստաթուղթ, բանկի հաշվեհամար, որևէ բան այլևս երաշխիք չէ։ Այնինչ տեղի ունեցավ հեղաշրջման փորձ է։ Եթե նախկինում Թուրքիայում դասական հեղաշրջումներ էին տեղի ունենում, ապա այսօրվանը կանխարգելիչ հեղաշրջում էր, որի ընթացքում թիրախավորվեց ամբողջ երկրի ապագան։ Ընդդիմադիր գործչի այս հայտարարությունը իսկապես չափազանցություն չէ արա, դրա մասին խոսում են նաև սոցիալական հարցումները, որոնք իրականացվել են մինչև այս դեպքերի այսպիսի զարգացումը։ Փետրվարի վերջին անցկացված հարցումները վկայում են, որ եթե ընտրությունները անցկացվեին հենց հիմա այս պահին, ապա Էրդողանը պարզապես հաղթելու շանս չէր ունենա։ Էրդողանի օգտին պատրաստ էր քվեարկել թուրք ընտրողների 42%-ը, իսկ ահա Ստամբուլի քաղաքապետի օգտին 58%, ինչը բավականին մեծ տարբերություն է հաշվի առնելով Էրդողանի պետական հանրային ճնշումները մարդկանց վրա։ Հայտնի դարձավ, որ արգելվում է հավաքներ կազմակերպել, երթեր անցկացնել եւ այլն, նմանատիպ միջոցառումներ անցկացնելը։ Արդյոք դա կճնշի այս զանգվածին, որ արդեն դուրս է եկել փողոց։
թե այդուհանդերձ նրանք կշարունակեն պայքարել։ Այդ արգելքից անմիջապես հետո տեսանք, որ հերիք չի թուլանում մարդկանց բողոքի ձայնը, այլ ընդհակառակը, ինչպես նշեցի, ել ավելի է տարածվում, ընդգրկում է այլ քաղաքներ եւս։ Եթե սկզբում Ստամբուլում էր, հետո արդեն Անկարայում եւ հարակից քաղաքներում, այնպես որ այս արգելքը չի ճնշել ցուցարարներին։ Իսկ Էրդողանը փոխարեն ականջալուր լինելու, թե փողոցում ինչ են վանկարկում, իսկ նրա հասցեին ոչ մի լավ բան չի վանկարկվում, ընդհակառակը պաստառների վրա գրված են չափազանց վիրավորական գրություններ, անընդհատ որպես բռնապետ է ներկայացվում ցուցարարների կողմից եւ նշում են, որ մինչեւ վերջ գնալու են եւ ի վերջո արդարության են հասնելու եւ պատժելու են եւ Էրդողանին եւ նրա կուսակից ընկերներին։ Իսկ Էրդողանը այս ամենը շոու է որակում եւ մեկ անգամ անդրադարձել է տեղի ունեցողին, նշել, որ Թուրքիայի իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցությունը ժամանակ չունի ընդդիմադիրների այսպիսի շոուների համար, քանի որ զբաղված է պետության ավելի կարևոր հարցերը լուծելով։ Էրդողանը ընդդիմությանը նաև մեղադրել է փոքրիկ այս միջադեպը քաղաքականացնելու եւ մեծ քաղաքական շոուի վերածելու համար, որպեսզի քաղաքական դիվիդենդներ հավաքեն։ Չքաղաքականացնել այսպիսի իրավիճակ, այսպիսի իրադարձությունը չենք կարող, այն էլ այս պահին, երբ Իմամօղլուն փորձում էր առաջադրվել նախագահի թեկնածու եւ դրա մասին խոսում են նաեւ Եվրոպայից եկած արձագանքները, տարբեր երկրներից կոչ են անում Էրդողանին դադարեցնել քաղաքական հետապնդումը եւ վերջ տալ փողոցում կատարվողին, որովհետեւ այնինչ կատարվում է ժողովրդավարության մասին չէ առնվազն։ Իսկ ըստ փորձագետների այսպիսի իրադարձություններից հետո Իմամօղլուն ել ավելի քաղաքական բարձր վարկանիշով է գնալու դեպի ընտրություններ, եթե իհարկե նրան թույլ տան, որովհետեւ դիպլոմից զրկելը արդեն նշանակում է, որ պարզապես թույլ չեն տալու մասնակցել ընտրություններին որպես նախագահի թեկնածու։ Ամեն դեպքում կարող է փողոցային պայքարը ճակատագրական լինել, վճռորոշ լինել եւ ինչ որ բան փոխել գոնե վերջին տարիներին Թուրքիայում որպես ժողովրդավարության գնացող նոր քայլ։ Շնորհակալ եմ Այդա հանգամանալից ներկայացնելու համար։